Ինչ եզրահանգման եկավ։ Դեռ որոշում չունենք, քննարկում ենք աշխատանքային մեր 4 օրվա անհամաձայնություն չունենք։ Նկատի ունեմ պարոն Վարդևանյանին քվեարկելու առումով չէր քննարկումը։ Չէ, ընդհանուր աշխատանքային քննարկում, որտեղ 4 օր ազգային ժողովում ենք եւ բավականին ընտրություններ եւ աշխատանքներ ենք ունեցել։ Չէ, դեռ չունենք։ Դեռ ժամանակ ունենք դա քննարկել։ Ոչ, դեռ չունենք որոշում, դեռ չենք քննարկել, ունենք ժամանակ, պետք է լսենք ելույթներ, հարցեր, այսինքն պատասխաններ։ Աշխատանքային մեր քննարկումները ընթացիկ։ Բարեկրթությունը պաշտպանելու համար ինչ հորդորեցիք թիմակիցներին։ Հորդորելու անհրաժեշտություն չի եղել, մենք մեր ասել ենք պարոն Ռուբինյանը հայտարարել է եւ պահպանում ենք այդ հայտարարության տրամաբանությունը։ Պարոն Վարդևանյանի ելույթներից է կախված նաև նրան կընտրի ԿՊ խմբակցությունը։ Ելույթներից նախ հարցուպատասխան դեռ չի ավարտվել, բավականին հարցեր կան եւ կլսենք, ըստ այդմ կորոշենք։ Դեռ որոշում չունենք, դեռ քննարկում էլի կունենանք, ըստ այդմ տեղեկացնեմ, դուք կտեղեկանաք, բոլորդ կիմանաք, որովհետեւ հարցի վերաբերյալ պետք է լոյալություն դրսևորի Տիկին Մանավազյան, որ կողմ քվեարկենք։ Մենք քննարկում չենք ունեցել, որ ես ձեզ ասեմ ինչ հարցի վերաբերյալ լոյալություն։ Իմ անձնական պետք է իր խոսքը շատ, այսինքն հարցերին հստակ պատասխաններ չի տրվում, շրջանցելով պատասխաններ չեն տալի։ Եվ լիքը շատ այլ բաներ, որ կարևոր է եւ պետք է անենք։ Դեռ չենք քննարկել, ժողովուրդ, չեմ քննարկել։ Դեռ չենք քննարկել, դեռ քննարկման չենք դրել այդ հարցը։ Մենք հարցն եմ, քանի որ հենց իշխանությունը այդ բարեվարկության ներողություն եմ խնդրում, բայց Պարոն Չախոյանի ելույթը երեկվա տեղավորվում էր, ես ուշանում եմ։ Մենք պատասխանեցինք եւ արձագանքեցինք նաեւ Ոչ, Տարոն Չախոյանը արձագանքել է իրենց կուսակցության ղեկավարին։ Այլ բան է, թե հակառակ ուղղությամբ դուք ինչի չեք հարցնում, ինչ է նման խոսույթը ազգային ժողովի դահլիճում վիրավորական հնչում։ Եւ բացի այդ հարցը փակված է, կարծում եմ, մենք այդ հարցով քննարկել ենք եւ պարոն Ռուբինյանը եւ իրենց խմբակցության ղեկավարը հարցը փակել են։ Շնորհակալ եմ։